պատվիրակության նախագահի մասնակցությամբ։ Ես նման Եվ արդյոք այս տեղի ունեցածի մեջ հայկական պատվիրակությունը եւ մասնավորապես նրա ղեկավարը չունեն իրենց մեղքի բաժինը, որտեղ Նախ ասեմ, որ ես նման տեղեկություն չունեմ պատվիրակության ղեկավարի փոփոխության հետ կապված։ Երկրորդը, ասեմ ձեզ, մեղավորներ փնտրելու փոխարեն ես կարծում եմ բոլորս պետք է ավելի լավ աշխատենք այդ ուղղությամբ, այսինքն պատվիրակության ղեկավարից չի կախված տվյալ դեպքում, թե ինչպիսի մոտեցումներ կունենան մեր թշնամական պետությունները, մեր դեմ տրամադրված այն քաղաքական գործիչները, ովքեր Եվրոպայում փորձում են հակահայկական լոբինգ իրականացնել։ Պատվիրակության ղեկավարի ֆունկցիաների մեջ չի մտնում դա։ Այսինքն ես լինելով պատվիրակության ղեկավար կարող եմ վստահեցնել, պատվիրակության անդամ կարող եմ վստահեցնել ձեզ, որ պատվիրակության ղեկավարը շատ հոյակապ իր պարտականություններն իրականացնում է Ստրասբուրգում եւ նման խնդրի առաջ մենք երբևիցե չենք կանգնել, որ պատվիրակության ղեկավարից կախված որևէ բան նա չաներ։ Ես նաեւ կարծում եմ, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծված աշխարհաքաղաքական առումով եւ ստեղ անձերի խնդիրը չէ, նույնիսկ պատվիրակության անդամների կամ կազմի։ Ես միշտ էլ ասել եմ, որ եթե մարդիկ ունեն կազմի վերաբերյալ առաջարկներ, գիտեք, որ խորհրդարանում ձևավորվում է ըստ ֆրակցիաների տվյալ պատվիրակությունը եւ միշտ պատրաստ ենք եղել զիջել մեր տեղը այնպիսի մարդկանց, ովքեր կարող են մեզանից առավել լավ եւ արդյունավետ գործունեություն ծավալել այդ պատվիրակությունում։ Դա որոշող կուսակցություններն են եւ ֆրակցիաները ազգային ժողովում, եւ ես կարծում եմ, որ այս պահին նման խնդիր նույնիսկ չկա, ընդհակառակը տարբեր падգամավորներ, ովքեր նույնիսկ ԵԽՎ պատվիրակության անդամ չեն, իրենց կապերով փորձում են աջակցել այս ամենին։ Եվ մեղավորներ փնտրել, ես կարծում եմ արդարացի չի այս հարցում, որովհետեւ այն հաջողությունները, որոնք մենք գրանցել ենք, կրկին պետք չի ֆետիշացնել եւ հերոսացնել, այդ թվում նաեւ այն տապալումները կամ ձախողումները, որ ունենում ենք, պետք չի մեղավորներ փնտրել, սա դիվանագիտություն է, սա արտաքին քաղաքականություն է եւ այստեղ ինչ որ նման բաներ խոսելը կարծում եմ այդքան էլ արդար չէ։ Շնորհակալություն հարցը